Չին թուղթ առ Հովանու արդեն այսօր պիտի շարունակենք մեր ընթերցումը երրորդ գլուխ 3 համար 19-ն։ Բայց համար 19-ը հասկանալ են առաջ, լավ գլավոր համար 18-ը միասին կարդանք, թե ինչ կսե։ Որդյակներս ոչ թե խոսքով ու լեզվով սիրենք, հաբա գործով եւ ճշմարտությամբ։ Ուրեմն սիրենք ոչ թե միան լեզվով, այլ գործով եւ ճշմարտությամբ։ Խոսքով սերը գերևնա, սերը գործ ունի, սերը հիմք ունի, հիմքը ճշմարտություն է եւ սերը գործ է, գործունեություն է։ Ինչ գործունեություն? Ճշմարտության վրա գործունեություն։ Ուրեմն սերը, սիրելի քույր եղբայրներ, աստվածային սերը, ինչ որ հիմա այս 4-րդ գլուխի մեջ լավ պիտի սերդենք, աստվածային սերը խոսք չէ, զգացում չէ, հրճագում չէ, այլ ճշմարտության վրա հիմնված գործունեություն է։ Ուրեմն երբ որ մեկը մեկուն գսե ես քեզ գսիրեմ, այդ սերը պետք է լա գործունեություն, բայց ճշմարտության վրա, Աստծո խոսքի ճշմարտության վրա։ Եվ ով է ճշմարտությունը? Հիսուս Քրիստոս։ Ուրեմն Հիսուս Քրիստոսի ճշմարտության վրա հիմնված գործունեություն է, երբ որ մեկը մեկում հանդեպ բան մգնի։ Եվ այդ գործունեությունը սեր է։ Հոյակապ է, երբ կհասկանանք, թե ինչպես Աստված կներկայացնե սերը։ Մենք է որ գսենք, այո, պետք է սեր ունենանք, սեր ամենեն կարևորն է, սերը, սիրո երգեր գլսենք, սիրո քարոզներ գլսենք, սիրո քաղաքականություն գլսենք, սեր պար ամեն անգուն գա, բայց որ սերի մասին է խոսքը։ Ճշմարտության վրա հիմնված գործունեություն։ Հիմա ուրեմն գսե համար 19-ը այսպեսով կճանչնանք, թե մենք ճշմարտություն ենք։ Ինչպես կճանչնանք? Երբ որ սերը ի կորձ կտրվի Հիսուս Քրիստոսի վրա, կամ Հիսուս Քրիստոսի պես սերը ի կորձ կտրվի մարդու հանդեպ։ Այսպեսով կճանչնանք, որ մենք ճշմարտություն ենք։ Հիմա դու միջև որ դու ասես, որ դու ճշմարիտ ես, դու շիդակ ես, դու արդար ես, բայց եթե քո մեջ Հիսուսի նման սեր չկա մարդկանց հանդեպ, դու ճշմարտություն չես։ Մեկ խոսքով դու Հիսուսեն չես։ Շատ մը ասկեր, շատ մը գրոնքներ, շատ մը անհավատ մարդիկ սեր ունին, այո, բայց ճշմարտության սերը չէ։ Ճշմարտությունը Հիսուս Քրիստոս է։ Ես եմ ճամփան ճշմարտությունը եւ կյանքս։ Ուրեմն մենք Քրիստոսեն ենք, եթե փոխենք ճշմարտություն բառը այստեղ Քրիստոսեն, ասենք ճիշտ նույն իմաստ պիտի ունենա։ Ասով գճանշտակ մենք Քրիստոսեն ենք։ Երբ որ Քրիստոսի սերը գաբրինք եւ կփոխանցենք, այսպես կճանշտանք, որ մենք Քրիստոսն ենք։ Ոչ թե մեր խոսքերով, ինչպես ասի, մեր հրճագումներով, ոչ, այլ մեր գործերով։ Ինչ գործ? Այն գործը, որ հիմնված է դեր Հիսուս Քրիստոսի անձին վրա, որ մեկը փխի սեր։ Մեր սրդերուն համարձակությունովը անոր արչև պիտի երևնանք։ Համարձակություն ունենք Աստծո արչև երևնալու, երբ մենք դեր Հիսուս Քրիստոսի սիրո մեջն ենք։ Աստծո արչև ամեն մարդ իրավունք չունի ելնելու։ Ամեն մարդ համարձակություն չունի ելնելու։ Քանի որ Աստված սուրբ է, եւ Աստված չընդունիր բոլորին։ Աստծո արչև երևնալու համար միջոց կա, եւ այն միջոցը դեր Հիսուս Քրիստոսն է։ Մենք միշտ կսենք Հիսուսի անունով, մենք միշտ կսենք բարեխոսը Հիսուսն է, միջնորդը Հիսուսն է, մենք միշտ կսենք, կարող սուկիրք այդպես կսե, թե Հիսուս թուրն է, այո, բայց Հիսուսի ինչը, Հիսուսի ի կորձ տրված սիրո մեջ, երբ մենք գսե համարձակություն ունենք, երբ մենք Հիսուս Քրիստոսի ճշմարտության մեջ ենք, սիրո մեջ ենք։ Եթե մեր սրդերը մեզ մեղատրեն, մենք գիտենք, թե Աստված մեր սրդերեն մեծ է եւ ամեն բան գիտի։ Հիմա այստեղ կարևոր կետ կա։ Եթե քո սիրտդ քեզ կմեղատրի, որ դու այս մեղքը կործեցիր, այն մեղքը կործեցիր,
եւ դու իրավունք չունիս Աստծո մոդենալու, այստեղ գսե Հովաննեսը Աստված գիտե քո սրտի շարժարիթը։ Երբեմն մենք ալ չենք գիտեր մեր սրտի շարժարիթը, որքան կարևոր է հասկանանք, թե մենք ով ենք։ Երբեմն մեր անձերը մեզ կմեղատրեն, քանի որ գուզենք անմեղը լալ Աստծո առջև ելնելու համար։ Ոչ։ Աստված անմեղներուն չէ որ իր առջև պիտի հանե, այլ Հիսուս Քրիստոսի մեջ ներված, արդարացած, իր սիրո մեջ բռնված մարդիկ համարձակություն ունին Աստծո առջև գալու, եւ ոչ թե անմեղ մարդիկ։ Շատեր կան գսեն, ես այնքան մեղ կործած եմ, որ ես չեմ կարող Աստծո առջև ելնել։ Այդ մարդուն սիրտը զինք կմեղատրե, այո, շատ մեղ կործած է։ Ինք իրավունք չունի Աստծո ելելու, բայց Սուրբ Գիրքը մեզ գսե, որ Աստված իր միածին որդին տվավ, որբեսի մեր մեղքերը ներե, այն սերը տվավ մեզ, որ մենք այդ սիրո մեջ մտնալով, այդ սիրո գործունեության մեջ մտնալով համարձակություն ունենանք իր առջև ելնելու։ Հիսուս դուրը բացավ, որ իրմով անցնենք։ Ուրեմն եթե մենք մեր սրտերը կմեղատրեն, որ մենք մեղավորներ ենք եւ մենք իրավունք չունենք Աստծո գալու, այստեղ համար գսե, բայց Աստված մեր սրտերը գիտե, որ մենք կսիրենք զինք, որ եթե մենք իրական ապաշխարած ենք, մենք վերստին ծնված ենք։ Եթե մենք իրական վերստին ծնված ենք, մեր մեջը սերը կա Աստծո հանդեպ, մեր մեջ սեր կա Աստծո ժողովրդին հանդեպ։ Այնտեղ են պիտի գիտնանք, դու հավատացյալ ես կամ չէ։ Ասով կճանչնանք, թե մենք ճշմարտություն ենք կամ չէ։ Ուրեմն աստեղ գտեսնենք շատ կարևոր բան։ Ես հավատացյալ չեմ խոսքով։ Ես Աստված սիրող չեմ խոսքով։ Մարդ սիրող չեմ խոսքով։ Այլ կորձով։ Կորձով։ Որ կորձը։ Հիսուս Քրիստոսի մեջ ճշմարտության սիրո մեջ մնալը։ Հուսամ գեհդեվիկ սիրելի քուրիախբայրներ կարևոր է։ Եվ այստեղ գսե հաջորդը։ Սիրելիներ, եթե մեր սրտերը մեզ չմեղատրեն, այնադեն համարձակություն կունենանք Աստծո առջև ելնելու։ Նայեցեք, մեկ կողմեն գսե կմեղատրե, մեկ կողմեն գսե չմեղատրեր։ Կմեղատրե, երբ որ մենք մեղավոր ենք եւ կգարձենք, որ մենք անմեղ պետք է ելնանք Աստծո առջև, այնադեն գսե մի լսեր քո սրտի ցայնը, այլ Եգուր դիրոջ ցայնը լսե, որ գսե ես քեզ ներել եմ, սիրել եմ Եգուր ինձ։ Բայց որ քո սրտիդ մեջ քեզ չմեղատրեր, ասելով որ դու խնդիր չունիս Աստծո հետ։ Դու վերստին ծնված ես, դու գսիրես Հիսուսը, դու գսիրես իր ժողովուրդը, քո մեջ ծեր կա Աստծո առջև։ Եթե այդ գտեսնես քո մեջ, որ կատարյալ սեր ունիս Աստծո հանդեպ, կատարյալ սեր ունիս մարդկանց հանդեպ, այնադեն դու համարձակություն ունիս մտնելու Տիրոջ սուրբ տաճարը։ Եվ այդտեղ գսե համար 22 եւ ինչ որ խնդրենք, դառնենք, ինչու, բասնզի իր պատվիրանքները կբահենք եւ իր առջև հաճելի եղած բաները գնենք։ Եթե ես իր առջև հաճելի եղած բաները գնեմ եւ հիմա բիդեսե, սերն է։ Եթե Աստծո առջև սիրով բարվելակերպ ունիմ, առ Աստված եւ առ մարդ, ինչ որ խնդրես կսե պիտի դրվի, քանի որ պատվիրանքները կբահես։ Այստեղ կարևոր է Աստված մեր խնդրածը ամեն մեր խնդրածը չդար եւ ուշադիր եղիր չլա թե խնդրես եւ սпасես քո ուզածը անպայման Աստված դա, այլ ավելի քո եւ իմ նպատակը պետք է լա ես իր պատվիրանքներում մեջ մնամ եւ եթե ես իր պատվիրանքներում մեջնեմ անպայման իմ աղոթքը սալ կփոխվի, իմ աղոթքիս թերևս առաջնագարկը կփոխվի, եթե ես իսկապես Աստծո մեջ սիրո մեջնեմ, եթե մենք իր պատվիրանքները բռնենք կսե, իր պատվիրանքները կկատարենք, իր առջև հաճելի եղած բաները գնենք։ Հարցում, ասիգա է անոր պատվիրանքը։ Որն է անոր պատվիրանքը։ Երկու բան։ Առաջին, որդին Հիսուս Քրիստոսին անվամբ հավատանք, երկրորդ, մեգս մեկ սիրենք, ինչպես մեզի պատվիրեց։ Երկու բան, Դեր Հիսուս Քրիստոսը, որ երրորդության անձնավորություն է, եկավ մարդ եղավ, կատարյալ մարդ, կատարյալ Աստված, ապրեցավ ուղիղ մարդ, մերավ հարություն արավ երրորդ օրը համբարձավ Աստծո հոր աչքոմը նստավ գպարը խոսե մեր համար եւ պիտի վերադառնա միջ այդ ղրգետ Սուրբ Հոգին որովհետեւ մենք կարողանանք իր նման ապրել այս աշխարհի մեջ եթե դու այսօր կհավատաս եւ եթե դու այսօր համացայն գաբրիս գաղոտես Սուրբ Հոգին դեղ գուտաս
որ Հիսուս Քրիստոսը դառնա քո միակ բրգիչը, դերը, թագավորներու թագավորը։ Եթե դու այսպես գահանցնվիս Տիրոջը, երկրորդ բանը որ պիտի անես, նորմալ գսեմ, կամ շատ բնական շարունակություն ունի, դու պիտի սիրես, քու պիտի սիրես եղբայր քույրերը։ Ինչ է պատվիրանքը, հավատալ Հիսուս Քրիստոսի եւ մեգս մեկ սիրենք։ Գյանքի ընթացք է այս։ Մեկ օրվա խոսք չէ, ինչպես կտեսնեք, բերանացի խոսք չէ, ինչպես կտեսնեք, բերանով չենք սիրեր, ինչպես կտեսնեք, այսպես բերանացի բաներ չենք գսեր, նվիրում գա Աստծո Հիսուս Քրիստոսով եւ նվիրում գա եղբայր քույրերի։ Քիչ առաջ ասինք, խոսքով չսրենք, ճշմարտությամբ եւ կորձով։ Սերը հիմք ունի եւ այդ հիմքը Հիսուսն է եւ սերը կորձունեություն է։ Ապրիր ինչպես Հիսուս կապրեր, այս սեր է։ Կորձե ինչպես Հիսուս կկորձե մարդկանց հանդեպ, այս սեր է։ Արդար եղիր ինչպես Տեր Հիսուս Քրիստոս արդար էր, այս սեր է։ Ուրեմն, երբ որ մենք այս պատվիրանքները կկատարենք, Հիսուս սիրել եւ մարդը սիրել, մենք իր պատվիրանքները կատարենք։ Եվ մեր խնդրվածները պիտի փոխվի, մեր աղոթքները պիտի փոխվի, մեր աղոթներու շարժարիտը պիտի փոխվի եւ ինչ որ պիտի խնդրենք, դերը պիտի տա, քանի որ մեր խնդրվածը իր գամքին համաձայն պիտի լա։ Եվ այստեղ կսա հաջորդ համարը, ան որ պատվիրանքները կբահե, անոր մեջ կգենա, շատ կարևոր է, Աստուծո մեջ կգենա եւ Աստվածալ իր մեջ։ Այսինքն այստեղ միապանություն կա։ Պատվիրանքները բահելով, ասոր մասին շատ կխոսի Հովաննեսը, Հովաննու ավետարանի մեջ 14 եւ 16-ի մեջ, պատվիրանքները բահել իր մեջ գենալ է, զինք սիրելն է, իր հետ մեկ ըլլալն է։ Ուրեմն ան որ պատվիրանքները կբահի եւ իր մեջ կգենա, Աստվածալ իր մեջ կգենա։ Եվ այստեղ կարևոր բան կսե, Աստծո մեր մեջ բնագիլը գտնանք Սուրբ Հոգիի միջոցով, որ մեզի տվավ։ Սուրբ Հոգին մեզ գցուցապանե, թե մենք Աստծո մեջն ենք եւ Աստված մեր մեջն է։ Բայց ինչպես գցուցապանե։ Երբ Սուրբ Հոգին քեզ գսե, ապրիս, բրավո, դու իր պատվիրանքին մեջն ես։ Երբ որ իր պատվիրանքի մեջն եմ, ես իր մեջն եմ, ինքը իմ մեջն է, այս Սուրբ Հոգին է։ Ուրեմն շատերը երբեմն գսեն մենք Սուրբ Հոգի ունենք, մենք Սուրբ Հոգիով ենք, մենք Սուրբ Հոգի այսպես, Սուրբ Հոգի այնպես, բայց անոնց մեջ ոչ մարդկանց հանդեպ սեր կա, ճշմարիտ սեր, լավ լսեցեք ինչ կսեմ։ 30 տարվա իմ հովվական ծառայության մեջ ես այս բառեն նույնիսկ հիաստապվել եմ սեր բառեն, եւ որ մարդիկ ամեն բառի մեջ սեր բառը կգործածեն առանց հասկանալու սիրո ճշմարտությունը եւ սիրո հիմքը։ Ուրեմն ուրդեղ են գերևնա որ ես իր մեջն եմ եւ որ իր պատվիրանքը կբահեմ։ Որն է իր պատվիրանքը։ Հիսուս Քրիստոսի իմ թագավոր եւ իմ դերը միայն եւ իմ քույրը եղբայրս մեգս մեկ սիրել նպատակ Հիսուսի սիրով։ Այս ցեվով դերը իմ մեջ կփնագի իր Սուրբ Հոգիով եւ կհաստատե որ ես իր զավակն եմ։ Եվ իմ աղոթներս պիտի փոխվի։ Իմ ծրագիրներս պիտի փոխվի։ Իմ նպատակս պիտի փոխվի։ Իմ ուղղությունս պիտի փոխվի։ Քանի որ երբ որ մենք հասկանանք որ մենք իր մեջն ենք եւ իր մեր մեջն է, եւ որ հասկանանք որ մեր քույր եղբայրները բոլորը անհրաժեշտ են մեզ, քանի որ մենք տրված ենք սիրելու, նվիրվելու, ոչ թե քանքադելու եւ փամփասելու, ինչ որ այսօր ամեն եկեղեցի մեջ կլսենք ամոթ Քրիստոսի մարմինին, որ սիրելու դեր գփամփասե, սիրելու դեր երևեն գխոսի, սիրելու դեր գքանքադի, այս չէ որ դերը մեզ սորվեցուց։ Դերը մեզ սորվեցուց այն սերը, որ իր մեջն էր կփոխանցե մեր մեջ Սուրբ Հոգիով։ Հռոմեացիս 5-րդ գլուխ 5-րդ համար մեզի գսե Աստծո սերը մեր մեջ եկավ Սուրբ Հոգիով եւ այստեղ նույն բանը գսե Աստված իմ մեջ կփնագի, ես իր մեջ կփնագիմ, Սուրբ Հոգին կհաստատե ինչու, ինչպես եւ սեր կա Աստծո հանդեպ եւ իր ժողովրդին հանդեպ։ Եկեղեցին ինձ կսորվեցնե սիրել։ Եկեղեցական իմ կյանքս, իմ եղբայր քույրերու հետ հարաբերությունս կսորվեցնե ինձ սիրել ինչպես ճշմարտությունը։
ինչպես այն, որ ճշմարիտ էր Հիսուս Քրիստոս։ Ուրեմն այդ բոլոր մարդիկ, որոնք կանարգեն եկեղեցին, եւ որ գսեմ եկեղեցի դեղական եկեղեցի մասին գխոսիմ, որոնք կանարգեն եկեղեցին, որոնք եկեղեցի քրիստոնյա ճշմարիտ հավատացյալներուն միշտ բամը գտնեն, եւ որ գսեմ եկեղեցի բառը լավ հասկացեք սիրելիներ, ոչ մեկ անվանագոչման եկեղեցի մասին չի խոսքս, Հիսուս Քրիստոսի եկեղեցի մասին։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, եւ Քրիստոսի մարմինին մեջ ինք կա, եւ որ ինք կա, այնտեղ մենք գսորվինք այն միակ բադվիրանքը, որ Քրիստոսը ընդունենք իբր մեր գլուխը, մեր թագավորը եւ իր մարմինը, ինչպես այստեղ գսե, մեգզմեկ սիրենք, ոչ թե փերանացի, նորեն գտնեմ, այլ ճշմարիտ գործով։ Ես կգարձեմ, որ այս շատ բարձ հստակ ուղղություն է, որ այսօրվա մեր սիրելի եղբայրները, քույրերը, քարոզիչները եւ եկեղեցի հաճախորդները, բոլորը պետք է վերադառնան այս բարձ գետին։ Այսօր շեշտը դրած են կազմակերպություններու վրա, շեշտը դրած են գործունեություններու վրա, ինչպես այսպես բادرակնենք, ինչպես այսպես պաշտամուն կնենք, ինչպես այսպես անենք, որ մարդ կա, ինչպես այսպես անենք, որ այսպես լինի, այնը լա եւ այլն, քույր եղբայրներ շատ բարձ է։ Քրիստոսի մարմինը պետք է վերադառնա ճշմարտության, սիրո ճշմարտության, առաստված եւ արիրար։ Մեգզմեկ։ Եվ այդպես է, որ ինչ որ կխնդրեք կսե գդրվի, ինչու, քանի որ մեր խնդրածը շիդակ խնդրանք պիտելա, քանի որ իր բադվիրանքները մենք կգադարենք կսե։ Մենք դարիներ երբեմն կխնդրենք Աստուծո մեր բամը չլար, բայց Աստված գսե դու մի խնդրեր, նախ սիրե, նախ սիրվիր, նախ եկեղեցի մեջ հանձնվիր, դվիրվիր, ընդունիր իմ որդին Հիսուս Քրիստոսը, նախ այնտեղ են սկսիր։ Եվ հետո քո աղոթքդ վստահ պիտի փոխվի, շիդակ աղոթք պիտի գադարես, քանի որ իր բադվիրանքին համաձայն, եւ Աստված վստահ շիդակ ձևով պիտի պատասխանե։ Ինչ որ խնդրենք կառնենք անգե, վասնզի իր բադվիրանքները կբահենք։ Ոչ թե վասնզի լավ գաղոթենք, ոչ թե վասնզի լավ մարդիկ ենք, մեր հովիվները լավ են, մեր քահանաները լավ են, մեր եկեղեցիները լավ են, ոչ։ Անորոշ չէ որ կառնենք։ Կառնենք վասնզի իր բադվիրանքները կկատարենք։ Իր բադվիրանքները։ Ոչ թե Սարգիս հովիվին, ոչ թե ասիչ կամ անիչ հովիվին կամ քահանային կամ եկեղեցին, ոչ, Հիսուսի բադվիրանքները։ Բաց, դես, սորվիր, հնազանդիր եւ դես ինչ մեծ օրտնություններ գլա կյանքիդ մեջ։ Օրտնյալ է մեր Տերը։ Հալելույա։ Հուսամ օգուտեցես եւ գեհդեվիկ, սիրելի քույր եղբայրներ։ Գլուխ 4, պիտի փորձենք քիչ արագ երթալ, քանի որ շատ հստակ է ինքնիրուհին գլուխ 4-ը։ Բայց գլուխ 4-ին առաջին 6 համարները եկեք մի քիչ իրար հետ խորհրդակցենք։ Սիրո մասին խոսանք միջև հիմա։ Հիմա Հովհաննես շեշտը գտնե ճիշտ եւ ճշմարիտ հավատքի վրա։ Սիրելիներ, ամեն հոգիի մի հավատակ։ Հաբա հոգիները փորձեցեք, թե արդյոք Աստուծո են, վասնզի աշխարհի մեջ շատ սուտ մարգարեներ եկած են։ Ամեն հոգիի մի հավատակ։ Ամեն մեկուն ըսածին մի հավատակ։ Ամեն մեկուն ըսածին ուշադրություն մի eder։ Նախ փորձե, դես, նայիր, ով է այդ մարդը, եւ հետո իր խոսածներուն։ Թույլ տվեք ասեմ, սիրելի քույր եղբայրներ, իմ այսքան դարիներու գարջ դարիներ է փորձառությունս, 30 տարի, անչափալ շատ չէ։ 30 տարվա փորձառության մեջ քանիներեն խապվեցանք, քանիներ խապեցին մեզ, քանիներ հիաստապեցրեցին մեզ, քանի որ լավ խոսողներ էին, լավ բաներ գսեին, շիրակ բաներ գսեին, բայց շիրակ մարդիկ չէին։ Հոգիները քննեցեք, ամեն հոգի մի հավատակ, նախ փորձեցեք կսե, փորձեցեք աշխարհի մեջ շատերը կան, փորձեցեք, թե արդյոք Աստուծո են։ Ես ցեզ ասեմ, սիրելիներ, ես ալ ինտերնետի ծառայող եմ։ Եթե ուշադրություն ունեք, շատ իմ կարոզները ինտերնետ չեմ տնում,
Facebook չեմ տներ, այլ մեր գայքի մեջ խոսքը TV մեջ կտրվի եւ YouTube-ի վրա միան կտրվի։ Միան ուղի եթերը գնեմ Facebook-ով եւ մնացած դեղերով։ Գիտեք ինչու։ Քանի որ այնքան սուտ խոսքեր կան, հավատքի սուտ խոսքեր։ Մեր հայ սիրելի ազգի ճագերդյալ հովիվներ ըսված մարդոց մե, որ այլևս ինչպես ասեմ սիրելիներ, գկայթագվինք։ Եվ եթե մեկը Աստծո խոսքեն շատ տեղյակ չէ, եւ ինչ որ այսօր մեծամասնությունը, որ քարոզներ գլսեն, Աստծո խոսքեն շատ տեղյակ չեն, քանի որ իրենք չեն գարտար։ Այդ մարդիկ շատ շուտ կշեղվին, ինչպես Հովհաննես կսե, այդ սուտ մարգարեներեն։ Եվ կարևոր է, որ սիրելի քույր եղբայրներ, քարոզիչը լսել են առաջ, քարոզիչի մասին տեղեկություն ստանաս։ Անոնք, որ ուղիեթերներով կամ YouTube-ով, Facebook-ով իմ սերդողությունները կամ քարոզները կլսեն, մի գլեք ինչ որ գսեմ։ Այո, եւ ամեն միսեք առանց մտածելու ինչ որ գսեմ։ Այլ նախ փորձեցեք, թե ես ով եմ։ Ես իմ մասին խոսիմ, հուսամ այս սկզբունքը գառնեք եւ բոլոր այդ հովիվներում որ գլսեք, անոնց հուսամ այս սկզբունքով գքայլեք, որ դուք չխապվիք։ Հակոբոսը գսե մի խապվիք գսե։ Այսօր շատ խապվին քրիստոնյա աշխարհը, սատանայի կորձիչներ են, սուտ մարգարեներ, սուտ քարոզիչներ, ուրեմն սիրելի քույր եղբայրներ, մեմը դեսեք, համարը գսե փորձեցեք այդ մարդուն, փորձեցեք այդ մարդուն, իր ամենօրվա կյանքին մեջ, իր շրջապատին մեջ, իր գադարյալ վարդապետությանը մեջ։ Շատ քարոզիչներ կան սիրելի, որ անուններ չեմ ուզեր տալ, որ գիտեմ շատերը գլսեք եւ գտեսնեք, եւ որ ընդհանուր քարոզչության թեմաներ գերտան առաջ, լավ բաներ գսե, բայց երբեմն գտեսնենք իր վարդապետության մեջ սխալ մոդեցում կա եւ նույնիսկ հագա Քրիստոս։ Բայց քանի որ ինչպես քիչ առաջացի շատերը Աստծո վարդապետությանեն անչափալ դեղյակ չեն, ինչ որ գլսեն ամեն։ Ուրեմն փորձեցեք այդ մարդկանց, փորձեցի բաները պիտի սորվեցնեն իբր թե հավատքով։ Ամեն հոգի մի հավատակ, այլ փորձեցեք տեսեք այդ մարդը Աստծո է, թե ոչ։ Թողերը ողորմություն ունի։ Մաղե եւ զդե այսօր կոնե մեր հայ քրիստոնյա ժողովրդի մեջ քարոզիչները։ Եվ նորեն կգրտնեմ ամեն տեսակ եկեղեցիներու մեջ, ամեն անվանագործության եկեղեցիներու մեջ, թող ամեն դեղ մաղվի, թող ամեն դեղ սրբվի, որ այդ մարդիկ ոչ թե փեմային քարոզչություն ունեն, այլ իրենց կյանքով քարոզչություն ունեն։ Ողորմություն ունի դերը քրիստոնյա աշխարհին այսօր։ Ասով գրնանք ճանչնալ գսե համար երկու Աստծո հոգին։ Ուրեմն այն ժամանակ, Հովհաննեսի ժամանակ, գար վարդապետություն, որ գմտնար եկեղեցիներու մեջ, եւ դերևս հիմա չկա այլևս, բայց իսլամներու մոտ կա, Եհովայի վկաներու մոտ կա, մոդավորապես այդպես բան, այն ժամանակ գսեին, ասոր մասին անցյալ շաբաթ խոսեցացեզի, որ Հիսուս կամ որ Քրիստոս Աստծո որդին հոգիով իջավ եւ բնագեցավ Հիսուս ըսված մարդու մեջ։ Այն ժամանակվա սուտ մարգարեներու ինչ որ Հովհաննես կքարոզե, քանի որ այդ տեսակի մարդիկ իր եկեղեցիներուն մեջ սկսեր էին մտնել, որոնց մասին պիտի խոսի հայտնության կրքի մեջ եւս։ Այդ վարդապետությունը գսեր Հիսուս Քրիստոս Աստծո որդին հոգի է, Աստուծո իջած, Աստված է, բայց ինք մտավ մարդու մարմինի մեջ։ Եվ այդ մարդը ուրիշ մարդ մնե, որուն անունը Հիսուս է։ Եվ անշուշտ
Հովանես հստակ ցևով գսե հետևյալը. ամեն ով որ Հիսուս Քրիստոսով մարմինով եկած կթավանի, անիգա Աստուծմե։ Ամեն ով որ կթավանի, որ Հիսուս Քրիստոս մարմինով իջած երկինքեն, այն մարդն է Աստուծմեն։ Քանի որ սուտ մարկաներեն ինչպես ասի, այդպես չէին հավատար։ Գտեստեք ինչ սուր վարդապետություն է։ Թերևս այդ մարդիկ ինչ լավ բաներ կխոսեին։ Բարի եղեք, լավ եղեք, խելոք եղեք, Աստված գործնեցես այսպես այնպես եւ շատ մարդիկ կլսեին այդ մարդկանց։ Բայց այս սուր մարգարեությունը, ներողություն, սուր վարդապետությունը Հիսուս մարմինով, Հիսուս երկինքեն եկած, Քրիստոս մարմին եւ այլն, շատերը չէին ալ լսեր, չէին ալ հասկնար, անչափ կարեւոր չէր իրենց համար։ Սիրելի քուր եղբայրներ, այսօր ալկան այսպես կարոզիչներ, որ ընդհանրական բաները լավ սիրուն կկարոզեն, բայց ներսը վարդապետությունը մաքուր չէ։ Հիսուսի շատերկան աստվածությունը չեն ընդունիր։ Շատերկան Սուրբ Հոգի աստվածությունը չեն ընդունիր։ Ուրիշներ եկեղեցա վարդապետության հակառակ են։ Ուրիշներ վախճանաբանության խնդիր ունին։ Քույր եղբայրներ, լավ պիտի ճանչնաս քեզ քարոզիչին ընդհանուր, լավ ասեմ, ընդհանուր վարդապետությունը, ոչ թե միայն բեմային վարդապետությունը։ Սուր է այս վարդապետությունը, շատերը անչափ հոգերնին չէ, բայց Հովանես կսե մի ընդունեք այդ մարդկանց։ Աստուծմե չեն այդ մարդիկը, սուտ մարգարեն այդ մարդիկը, քանի որ Հիսուսին ինչ ըլլալը կատարյալ ցևով չեն ընդունիր։ Շեշտը տրված է Հիսուսի վրա։ Ճշմարտությունը գարտացին քիչ առաջ Հիսուսն է։ Հիսուսի բես պիտի սիրենք եւ Հիսուսի անձը պիտի ճանաչենք, ինչպես կսե բադվիրանքը երկու բան է՝ Հիսուս Քրիստոսի հավատալ, ինչպես որ է եւ մեգս մեկ սիրել։ Ուրեմն այսօր մեր եկեղեցիներու մեջ, տարբեր եկեղեցիներու մեջ Հիսուս Քրիստոսի անձի վարդապետության խնդրեմ կա։ Սուրբ Հոգիի անձի վարդապետության խնդրեմ կա։ Ուշադիր եղեք։ Ինչի կհավատանք, որուն գլսես եւ գսե փորձեցեք այդ անձերը Աստուծմեն թե չէ։ Եվ ամեն ով որ Հիսուս Քրիստոսը մարմինով եկած չի տավանիր, անիգա Աստուծմե չէ, եւ նայեցեք ինչ կսե, անիգա ներին հոգին է, որուն համար լսեցիք տեբիդիկա եւ արդեն աշխարհի մեջ է։ Ների հոգին, անցյալ շաբաթ նույն խոսքը դվավ։ Ները հագա Քրիստոսն է, հագա Քրիստոսի, Քրիստոսի անձին հագարակ։ Եվ որ ները պիտի կա աշխարհի վերջավորության, ինքը պիտի չսե Հիսուսի մի հավատացեք։ Ինքը պիտի ձրե Հիսուս Քրիստոսի անձը։ Պիտի խափանե Հիսուսի ճշմարիտ անձնավորությունը։ Եվ շատեր, քանի որ քույր եղբայրներ շատ գներեք, հուսամ դուք այդ մարդոց մեջ եք։ Շատեր, քանի որ վարդապետության խնդրեմ ունին, քրիստոնեական ուսմունքի բագասը ունին, շատ ջրությամբ եւ հեշտությամբ պիտի խափվին։ Անորոշ ես արդեն եղավ 1 տարի անց, որ դիրոջ մեզ ստացած ուզեցի փար առ փար, համար առ համար Աստծո խոսքը փոխանցեմ ցեզ, իբր սերդողություն։ Այսօր գնշմարեն նույնիսկ եկեղեցիներու մեջ, գիրագնորյա քարոզներու մեջ, շեշտը տրված է մարդը լավս կա, ունենա, լավ լինի, հաջողակ լինի, բժշկվի եւ այլն, ինչ որ շիտակ բաներ են, բայց շեշտը տրված չէ ճշմարիտ վարդապետության վրա։ Հուսամ տարբեր եկեղեցիներու մեջ քրիստոնեական ուսմունքը հստակ կբացատրվի։ Ոչ թե փարոյաբաշխությունը, այլ քրիստոսագետրոն վարդապետությունը։ Շատ կարևոր է, որ այսօր մենք մագաս ունենք եւ անորոշ ների հոգին շատ դյուրությամբ բիդի խապե շատ հավատացյալներ։ Վերջին օրը որ պիտի կամ գսե արդյոք Հիսուս գսե արդյոք հավատք պիտի գտնեմ։ Ինչս է։ Վերջին օրը Հիսուս կալեն առաջ, այնքան կարոզներ կան, այնքան քիրքեր կան, այնքան ուսմունքներ կան, որ պետք է բոլորը արո մաքուր հավատքի մեջ լային, բայց ինչու չեն։ Քանի որ գտեսնենք եւ ես կտեսնեմ ագանադես վստահ դու գալ ծեր եկեղեցիներու մեջ, ծեր շրջաբադին մեջ,
մարդիկ այլևս սուպ գիրք չեն գարտար, սուպ գիրքի սերտողություն չեն ըներ, նայեցեք մեր ուղիետերները սուպ գիրքի սերտողություն գնենք շատ քիչ մարդ կհավաքվի, բայց նույն adեն ուրիշ ուղիետերներ կան, որ հայրավոր, հազարավոր մարդիկ կերտան, քանի որ այդտեղ գաղոթենք, որ բժշկվենք, գաղոթենք, որ լավը լամեզի, գաղոթենք, որ հովիվները գաղոթեն, որ ազատագրությունը լավ զգան այդ մարդիկը, հարուստ լան, տրամ ունենան եւ լեցուն հետևորդներ կան։ Եվ այդ հովիվը հայրուրեն 10 ալի Կոնե 25-ը, հայրուրեն 25-ը սխալ բաներ գսե, բայց հաջելի բաներ։ Հաջելին ասել չէ անսխալ։ Սատանան ալ հաջելի խոսքերը սավ։ Լույսի հրեշտակի պես կրնա ձպտվիլ։ Հաջելի խոսքեր կրնա դալ մարդ խապելու նպատակով։ Եվ ես վստահ եմ, որ այդ տվյալ քարոզիչները իրենք ալ չեն գիտեր, որ մարդ կխապեն։ Իրենք ալ միան մարդկանց կուդան ինչ որ հաջելի է մարդկանց, չէ սիրելի քույր եղբայրներ, սուր վարդապետությունը շատ կարևոր է։ Սուր վարդապետությունը ինչ է մեղքը, ինչ է շնորհքը, ինչ կատարվեցավ խաչի վրա, ինչու Հիսուս հարություն արավ, ինչու Հիսուս համբարձավ, Սուրբ Հոգին ով է, ինչ կնե, ինչու եկավ։ Եկեղեցին ինչ է, միապանությունը ինչ է, Հիսուսի վերադարձը ինչպես պետք է սպասենք։ Ինչ կկատարվի աշխարհի մեջ, ինչպես պետք է, որմե պետք է փախինք, որը պետք է ընդունենք, ինչ բանը պետք է թողնենք, ինչ բանը պետք է բահենք։ Այս բոլորը սուրբ գրային սուր վարդապետությունն է, որ կսկսի Հիսուս Քրիստոսով։ Համար 4. Դուք Աստուծմե եք որդյակներ ու անոնց հաղթեցիք։ Աստուծմե եղողը գհաղթե սուտ վարդապետությանը։ Եթե դու դիրոջ խոսքին մեջ հաստատված ես եւ գսորվիս եւ գհաստատվից, դու գհաղթես սուտ մարգարեներուն։ Դու շատ շուտ կլսես սուտ քարոզիչին սուտ խոսքը։ Դու շատ շուտ կհերանաս այդ մարդոցմե, որոնք Աստծո խոսքին կողքեն ուրիշ բաներ գավելցնեն։ Այո, դուք հաղթեցիք, քանզի մեծ է հոգին, որ ծեր մեջ է, քան թե անիգա, որ աշխարհի մեջ է։ Անոնք աշխարհեն են, անոր համար աշխարհի վրայով գխոսին եւ աշխարհը մտիկ կնե անոնց ինչպես ասի սիրալիր բաներ գքարոզեն, սիրալիր հաջելի բաներ մարդիկ կլսեն, լավ գզկան, իրենց լավ գզկան եւ գսեն, որ ինչ լավ է քրիստոնյա անլալը, ինչ որ գխնդրեմ Աստված կուդա, երբ որ գաղութեն Սուրբ Հոգին ինձ կլեցնե եւ այլն, շեշտը տրված է մեր վրա եւ ոչ թե Աստծո վրա։ Կուզեմ հիշեցնել հայր մեր աղոտքը, որ գսե հայր մեր, որ երկինքն ես, քու անունդ սուրբը լա, քու թակավորությունդ կա, քու կամքը դալա։ Ես ստեղ չգամ, ինքն է նպատակը։ Եվ եթե մենք մի քիչ այսպես քարոզենք, վստահ եմ մեր եկեղեցիները գտադարգվին, գբարապնան, ինչու՞, քանի որ մարդկանց հաջելի բաներ չեն գսեր այլևս։ Մարդկանց ուզենք հաջեցնել, նպատակը այդ է, որ մարդիկ հաջին եւ կան եկեղեցի, մասնակից դառնան եկեղեցի, նվերներ դան, դասանորդ տան եւ այլն։ Բայց ինչ է Քրիստոսի հետևորդին նպատակը, Քրիստոսի հաջեցնելն է։ Անոնք աշխարհեն են, աշխարհի բաներ գխոսին եւ աշխարհը զրենք գնդունի։ Մենք Աստուծո ենք գսե։ Եթե լավ կգարտանք, մեկ հատ գարտակ իջ հետո այս համարները մենք ինչու Աստուծո ենք։ Քանի որ Աստծո պատվիրանքը կատարենք։ Ո՞րն է Աստծո պատվիրանքը։ Հիսուս ընդունիվ ինչպես որ է եւ սիրել մեկս մեկ մեր տեղական եկեղեցիներու մեջ։ Վերջ։ Չենք գսեր որ Աստուծո ենք գսել, չէ մենք անմեղ ենք։ Աստուծո ենք գսել մենք Աստծո խոսքին համաձայն դաբրինք եւ գործենք եւ որ ինանք Աստծո խոսքին համաձայն կշարունակենք։ Շեշտը տրված չէ մեր վրա։ Սիրելի քույր եղբայրներ, շեշտը տրված է Աստծո վրա։ Ուր են այն այսօր հավատացյալները, որոնց իրենց կյանքին մեջ շեշտը գտնեն Աստծո վրա։ Գետրոնը երրորդության մեր Աստվածն է։ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, գետրոնը այնտեղ է։ Մենք Աստուծո ենք, անոր Աստված գճանչնա, մեզի մտիկ կնե։ Անոր Աստուծո չէ, մեզի մտիկ չներ։
Եվ ասվով կջանչնանք ճշմարտության հոգին եւ խաբեության հոգին։ Ավասիկ Հովանես հստակ ցեվով գզադե խավարը լույսեն։ Ան որ մեզի հետ է, աստուծմե է։ Ան որ մեզի հետ չէ, աստուծմե չէ։ Մենք ով ենք։ Ճշմարտության խոսքը չէ։ Այս կամ այն եկեղեցին չէ, այս կամ այն հարավանությունը չէ, մենք ով ենք։ Մենք Հիսուս Քրիստոսը սիրողներ եւ Հիսուս Քրիստոսը սիրողներուն սիրողները։ Այս ենք մենք։ Աշխարհի ցևով չենք կարոզեր, աշխարհի սիստեմով չենք ուզեր ունենալ գազམ་ակերպություններ, անուններ եւ դիդրոսներ։ Մենք Քրիստոսի պես ենք։ Եվ այդպես պետք է շարժվենք, որ Քրիստոսի պես լանք։ Ան որ աստուծո մեջ է մեզի մտիկ չներ եւ որ չաբալ քարոզեմ, մարդը մտիկ չներ, քանի որ իր շարժարիթը մաքուր չէ։ Իր շարժարիթը Աստված չէ, իր շարժարիթը իր կյանքն է, իր կորզն է, իր հաջողություններն են, իր ընտանիքներն են։ Աղոթեցեք իմ ընտանիքիս համար, աղոթեցեք իմ կորզիս համար, աղոթեցեք իմ հաջողության համար։ Գաղութենք, պրոբլեմ չկա, բայց երբ պիտի աղոթես քու ճշմարիտ ապաշխարության համար, երբ պիտի աղոթենք քո միապանության համար, երբ պիտի աղոթես, որ դու հնազանդես Աստծո, երբ պիտի աղոթես, որ Աստծո Սուրբ Օգին քեզ առաջնորդե, զոհաբերվիս իր փառքին համար, երբ ասոր համար պիտի աղոթենք։ Հասկնակ, աղոթներուն ցուցակները անչափ երկար են մեր անձերուն հետ կապված, անչափ երկար են մեր ընտանիքներուն անձերուն հետ կապված, բայց մեր նվիրյալ կյանքին համար Աստծո շատ քիչ կան։ Եվ թույլ տվեք ասեմ այս վերջին օրերանոր մասին կմտածեմ, ընդրվածները քիչ են, կանչվածները շատ են։ Ես կրնամ ասել դարբեր ցևով։ Հալելույա, ամեն ըսողները շատ են։ Փառք քեզ Աստված, ըսողները շատ են։ Քեզ գավադամ դեր ըսողները շատ են։ Բայց քիչեր կան, որ գսեն դեր կհնազանդիմ քեզ 24 ժամ 24 ժամի վրա։ Քու եւ քու խոսքը եւ քու եկեղեցին իմ կյանքիս ամենեն կարևորն են։ Մարդիկ կիլոմետրներ գնեն երբեմն դարեթարցի հարսանիքներու երթալ, բայց այդ նույն մարդիկը, որ հավատացյալ գսեն իրենց 10 րոպե 10 վայրկյան չեն քշեր, կամ նույնիսկ դնային խմբակների մեջ չեն մասնակցիր, հոգնած են, իբր թե անոնց նվիրումը ուր է։ Անոնք աստուծմե են, թե աշխարհեն են։ Այսօր գոչ կնեմ քեզ, աստուծմե ես, թե աշխարհեն ես։ Մի հատ մտածի։ Դերևս այլևս պիտի մասնակցես մեր այս ուղի եթերներուն մեջ, պրոբլեմ չէ։ Իմ համար խնդիր չէ, քո համար է խնդիրը։ Ես միջև այնանեմ, որ դերը գսե, չորեք շաբթի օրերը ուղի եթերը գնեմ։ Այն օրը որ գսե ստոպ, այն օրը գնամ։ Ոչ մեկ պրոբլեմ։ Ինչ որ գսեմ, ինչ որ գնենք, ինչ որ գրցանակրենք, ինչ որ գուղենք, որբեսի ժողովուրդը սրբանա, մաքրվի, աստուծմե եղողները քիչ են, աշխարհեն եղողները շատ են, եւ շատ մը հավատացյալ ըսվածներ, շատ կներեք ինձի, հավատացյալ ըսվածներ ավելի աշխարհային են, քան թե աստուծո մարդ են։ Եվ Աստծո մարդը գերևնա այս խոսքերով, դու քեզ մի արտարացներ, ըսելով ես Աստծո մարդ եմ, դերևս դարիներ դու քեզ խապերես, ըսելով ես Աստծո մարդ եմ, դու քու կորձերդ պիտի երևա, դու Աստծո մարդ ես կամ չէ։ Քու սերդ, քու եկեղեցական կյանքդ պիտի երևնա, դու Աստծո մարդ ես կամ չէ։ Դու պիտի երևնա քո սուբկիր կարտալու աստվածապանությունդ Քրիստոսի հետ նվիրված կյանքդ պիտի ցույց տա, որ դու Աստծո մարդն ես կամ չէ։ Խոսքով չէ գսե Հովանես 18-րդ համարը, այլ կորձով։ Խոսքով չսրենք, խոսքով չհավատանք, խոսքով ամեններ, հալելույաներ չսենք, կորձով։ Եվ այդ կորձը պիտի երևնա Քրիստոսի կորձը։ Ոչ թե բարի կորձ, որ Սարգիսը հրավ, ոչ, այլ Քրիստոս Սուրբ Օգիով կատարեց Սարգիսին միջոցով, այս է բարի կորձը։ Օգուտ է սիրելիներ արդյոք այս բոլորը։ Անոնք որ Facebook-ով գետևին գրնան քրել։ Դերևս գսես հովիվ շատ լավ բան գսես, այո, օգուտ է, ես ալ գսեմ փոխվիր։ Այս խոսքին համացայն աբրիր, այս խոսքին համացայն թույլ դուր Սուրբ Օգին այստեղ 2 անգամ, 3 անգամ հոգի մասին կխոսվի։
Թույլ դուր Սուրբ Օքին, որ քեզ դանի այս ուղղության մեջ։ Աղոտ կտող չելա խնդրել այս կամ այն հարցերը լուծվի, աղոտ կտող լա Սուրբ Օքիով լեցուր ինձ Տեր, որ սիրեմ քեզ, նվիրվեմ քեզ, սիրեմ իմ քույր եղբայրներուն, որ տրած ես ինձ, իմ դեղական եկեղեցի մեջ, այո, Դերևս պիտեսես օհովի, ինչ մեծ կործեր կան, սիրելու ժամանակ չունենք, այս կա, այն կա, դունը, դրամ չունենք, կորդ չունենք, եւ այս բոլորը երկրորդական են, նախ դու Տիրոջ առաջ եկուր, ապաշխարե եւ զղջա, հանձնվիր Հիսուսի, հավատա Հիսուսի, սորվիր ջանցիրով Հիսուսը, եւ հետո այն մարդիկ, որ Հիսուս տրած է քոչորս կողմը, սիրե, ինչպես ինք կսիրե։ Հալելույա։ 7-րդ համարը հավասիկ կսկսի սիրո մասին։ Կարդացինք սիրո մասին 3-րդ գլուխը։ Գործով սիրենք եւ ոչ թե լեզվով։ Մեջբերումը որ այստեղ Հիսուս Քրիստոսի անձնավորության եւ վարդապետության համար։ Քանի որ կգրտնեմ մեմիևս։ Մեր սերը անգայուն գլա։ Երբ մեր սերը հիմք չունի Աստվածաշնչյան։ Հիսուս Քրիստոսի հիմքը։ Սիրենք ճշմարտությամբ եւ կորձով։ Սիրելը ըսի քիչ առաջ նորեն կգրտնեմ, կորձունեություն է։ Քանի որ Հիսուս ինքը սեր է։ Հիմա գսեի համար 7-ը։ Սիրելիներ մեկս մեկ սիրենք մեմիևս։ Ինչու։ Ինչու մեկս մեկ պիտի սիրենք։ Վասնզի սերը Աստծո մեջ է։ Եթե Աստված կբնակի իմ մեջ ինչ որ ըսի քիչ առաջ։ Եվ դու կբնակիս Աստծո մեջ, այստեղ համար 24-ը։ Ինչ կպատահի։ Սեր կփախի։ Ինչու այս կամ մարդիկ սիրո պրոբլեմ ունին։ Նախանց, ամպասանք, սդախոսություն, հետևից խոսիլ։ Ինչու։ Քանի որ Աստված իրենց մեջ չէ։ Շատ պարզ։ Սիրելիներ, մեկս մեկ սիրենք, ինչու։ Վասնզի սերը Աստծո մեջ է։ Սերը, երբ որ Աստված մտավ իմ մեջ Սուրբ Օքիով, ուրիշ բան պիտի չնե, բացի մեկս մեկ սիրել։ Մենք շեշտ ուրիշ տեղ գտնենք։ Քույր եղբայրներ վերադարձեք շիդակ տեղը։ Մեկս մեկ սիրել, քանի որ Աստծո Հոգին քո մեջ կբնակի։ Եթե այդպես է, եթե չես կրնար մեկս մեկ սիրել, քիչ առաջ ասինք, Աստված քո մեջը չէ։ Անցյալ անգամ կարդացինք, ան որ եղբայրը չի սիրել, Աստված իր մեջը չկա։ Հստակ։ Հստակ։ Ամեն ով որ կսիրե, Աստծուց մեծ ծնած է ու կճանչնա Աստված։ Ան որ չի սիրեր, Աստված չի ճանչնար, վասնզի Աստված սեր է։ Հստակ կխոսի, մեկնաբանելու պետք չունեմ։ Համար 9. Այս բանի մեջ Աստծո սերը մեր վրա հայտնի եղավ, որ Աստված իր միածին որդին աշխարհ ղրգեց, որպեսզի անոր միջոցով ապրինք։ Այս բանի մեջ է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստված, հապա որ անիգա մեզ սիրեց ու իր որդի ղրգեց մեր մեղքերուն քավություն ըլլալու։ Եթե Աստված սիրելիներ, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ուրեմն մենք ալ պարտավոր ենք մեկս մեկ սիրել։ Հովանես փրկության ծրագիրը, վարդապետությունը կբացատրե, այստեղ կգրե, բարձրապես բացատրելու համար, թե հավատացյալը քրիստոնյա ուրիշ տարբերակ չունի, բացի սիրել։ Մենք ալ պարտավոր ենք մեկս մեկ սիրենք։ Այստեղ այն չէ սերը բոլոր աշխարհին, մեկս մեկ Հիսուսի սիրով։ Քանի որ Հիսուս բնականաբար կամ եթե վերստին ծնված եմ եւ եթե վերստին ծնված է, իր մեջ ալ կբնակի, իմ մեջ ալ կբնակի։ Ուրեմն մեկս մեկ սիրելը շատ բնական եւ նորմալ եւ բարձ բան պետք է լա, եթե Աստծո Սուրբ Օքին կբնակի մեր երկուքի մեջ։ Իսկ եթե Աստծո Սուրբ Օքին մեր երկուքի մեջ չբնակիր, չենք կրնար սիրել ինչպես Քրիստոս սիրեց մեզ։ Փաստը գսե այդ է, որ Աստված իր միածին որդին ղրգեց։ Մենք մեղավոր էինք, մենք չճանցանք զինք, ինք ճանցավ մեզ, ինք եկավ դեպի մեզ, մեզ ներեց, մեզ սիրեց,
Եվ քանի որ այս կատարվեցավ, Աստված կատարեց սիրո առաջին քայլը, մենք ալ բարդական ենք, բարդավոր ենք մեկս մեկ սիրել։ Քույր եղբայրներ, գիտեք որքան պետք է գարթանք այս համարները։ Համար 12. Մեկը երբեք Աստված դեսած չէ։ Եթե մեկս մեկ սիրենք, Աստված մեր մեջ կփնագի եւ անոր սերը կատարյալ պիտի լա։ Աստված դեսած չենք, բայց երբ որ դիմացինին մեջ Աստված կփնագի, քանի որ այն մարդուն մեջ սեր կա, դարձեք դեսնելու կսկսենք Աստված։ Աստված աներևույթ է, բայց երբ որ իմ մեջը սիրով լեցված է, թերևս իմ մեջ պիտի տեսնես Աստված։ Աստծո սերը մեր մեջ կատարյալ կփնագի գլա, երբ որ գսե կփնագի մեր մեջ այն սերը, անոր սերը, անժամանակ այն սերը կատարյալ գլա մեր մեջ։ Եվ ասով գիտենք թե մենք անոր մեջ կփնագինք ու անիգա մեր մեջ, որ հոգին դվավ մեզի։ Սուրբ հոգին, հավասիկ 4-րդ կետը Սուրբ հոգի մասին։ Այսօրվա մեր ընթերցման մեջ 4-րդ անգամ Սուրբ հոգի։ Սուրբ հոգին փաստն է, որ Աստված կփնագի քո մեջ, բայց Սուրբ հոգին ինչը? Սերը։ Սուրբ հոգին մեկ բդուղ ունի, սեր։ Շատ մի եկեղեցիներ կսեն Սուրբ հոգի փաստը լեզուներ խոսիլն է, մարգարեություն ունելն է, հրաշքներ ունելն է։ Ես կսեմ ոչ, Սուրբ հոգին փաստը սերն է։ Եվ այնտեղից կփխի մնացած բոլոր գործունեությունը, բոլոր բարգևները։ Սուրբ հոգին կսե գերևնա։ Այսպես մենք գիտենք, որ անոր մեջ կփնագինք, այսպես մենք գիտենք, որ վերստին ծնունդ ունենք, այսպես մենք գիտենք, որ մենք Տիրոջ ժողովուրդ եղած ենք, այսպես մենք գիտենք, որ Աստված կփնագի մեր մեջ, ինչպես? Սուրբ հոգիով։ Եվ այսպես ինչ է? Սիրով։ Մենք տեսանք եւ գվգայենք թե հայրը իր որդի ղրգեց աշխարհի բրգիչը ըլլալու։ Մենք որ գսե այստեղ առաքյալներու մասին է խոսքը։ Մենք տեսանք եւ գվգայենք թե հայրը իր որդի ղրգեց աշխարհի բրգիչը ըլլալու։ Ով որ գտավանի թե Հիսուս Աստուծո որդի է, Աստված անոր մեջ կփնագի, անալ Աստուծո մեջ հստակացնեմ ինչ որ ըսի քիչ առաջ։ Ով որ գտավանի որ Հիսուս Աստծո որդի է, լավ լսեցեք։ Այսօր մեր հայերը բոլորն ալ գտավանին։ Բայց արդյոք Աստված իրենց մեջ կփնագի? Ոչ։ Ինչ մասին է խոսքը? Քիչ առաջ ըսի, վարդապետության մասին է։ Շատեր գավադային որ Հիսուս բարձրապես մարդ մներ եւ Աստծո որդին Քրիստոս եկավ եւ այդ մարդու մեջ փնագեցավ։ Այս սուտ վարդապետություն է։ Անան Հովանես կսե, ան որ գտավանի որ Քրիստոս Աստծո որդի երրորդության երկրորդ անձնավորությունը եկավ եւ մարմին հագավ եւ մերավ խաչին վրա եւ մեր մեղքերը քավություն հրավ եւ մեր մեջ կփնագի հիմա իր Սուրբ հոգիով, այն մարդը գրնանք ասել, որ Աստծո մեջ կփնագի եւ Աստված իր մեջ։ Քանի որ սերը պիտի լա այդ միակ բդուղը, որ պիտի երևնա այդ մարդուն մեջ։ Հալելույա։ Սորվինք սիրել։ Սիրենք սիրել։ Քույր եղբայրներ, սիրենք Հիսուսի պես սիրել։ Եվ եթե չենք կարող, աղոթենք, խնդրենք օգնությունը Սուրբ Հոգվույն, խնդրենք Սուրբ Հոգվուն լեցնությունը մեր մեջ, որ սիրենք Քրիստոսի պես։ Այստեղ օրինակներ կուտա, ինչ ըրավ հայրը որդին ղրգեց սիրո նշան, որդին ինչ ըրավ, եկավ մերավ մեր քավության համար սիրո նշան, հետո անգիվերջ ինչ ըրավ, Սուրբ Հոգիով եկավ մեր մեջ փնագելու սիրո նշան, չնայեցավ մեր դգարության, չնայեցավ մեր բագասության, չնայեցավ մեր խնդիրներուն, այլ եկավ Սուրբ Հոգիով մեր մեջ փնագելու այն ինչ մեծ սեր է, որ իրանցը զոհեց, որ մեր մեջ փնագի իրենալա փառք, հալելույա։ Մենք ճանցանք ու հավատացինք, թե Աստված մեզ գսիրե, Աստված սեր է։ Ան որ սիրո մեջ կփնագի, Աստծո մեջ կփնագի եւ Աստված անոր մեջ, նայեցեք քանի անգամ կգրտնե։ Ասով սերը մեր վրա կատարյալ գլա, որբեսի համարձակություն ունենանք Դադաստանին օրը, համարձակություն ունենանք, քիչ առաջ ասենք համարձակություն ունենանք
աղոթելու։ Հիմա գսե համարձակություն ունենանք Դադաստանին օրը։ Մեկ խոսքով Դադաստանին օրը դու դերևս ներս բիդիալ չմտնաս, եթե սիրո մեջ պրոբլեմ ունիս։ Փրկության նշանը սերն է, առաստված եւ մարդու Քրիստոսի եկեղեցին մեջ մեգս մեկ կսե նշան է։ Երբ մարդիկ կսեն հովիվ ինչպես գիտնանք որ այս մարդը իրական հավատացյալ է, շատ պարզ, նայիր իր շարժարիտները եկեղեցին մեջ քուր եղբայրներուն հետ, քուր եղբայրներուն հետևեն իր սուպկիր կարտալը, իր վարդապետության մեջ, իր աղոթքի կյանքը գերևնա։ Եթե այդ մարդուն մեջ Սուրբ Հոգին կփնագի գերևնա։ Շատեր կանտեր չերևնար, շատեր կանտեր ապաշխարած չեն։ Մեր բարդականությունը ավետարանը կարոզել այդ մարդուն ասել, ձունկ արի, դիրոջ արջև, քանի որ անվոր կսե Հովանես մեկը մեր քարոզչությունը չընդունիր, Աստվածալ չընդունիր իրեն։ Անոր համար մենք անչված ենք կարոզել, բայց մարդուն շիդագը ասել։ Եգուր դիրոջ առաջ եւ սկսիր սիրել Հիսուսը։ Շատ հավատացյալներ կան, դարիներ հավատքի մեջ են, բայց Հիսուսին չեն սիրել, ինչպես որ սուպ իրկը մեզ կսորվեցնեն։ Եղբայր քույրերուն չեն սիրել, ինչպես որ սուպ իրկը մեզ կսորվեցնեն։ Համարձակություն ունենք Դադաստանին օրը։ Հիմա լավ նայեցեք ինչ պիտի ասեմ։ Իսկ խոսքերեն մեկն է։ Բասնզի ինչպես որ է ինք, նույնպես ալ մենք ենք այս աշխարհի մեջ։ Ինչպես որ է ինք, ով Հիսուս։ Քիչ առաջ ինչ ասենք։ Սիրենք կորձով եւ ճշմարտությամբ, եւ ասենք որ ճշմարտությունը Հիսուսն է։ Եվ ասենք որ սիրել Հիսուսի պես։ Հիմա ինչ կսա այստեղ։ Դադաստանին օրը դերը պիտի նայի։ Մենք այս աշխարհի մեջ իր նման ապրեցանք կամ չէ։ Իր նման էինք կամ չէ։ Բայկարեցանք իր նման ըլլալ։ Աղոթեցինք լացով, որ իր նման ըլլանք։ Իր նման սիրով, իր նման քուրքուրանքով։ Ինչպես որ է ինք, այնպես ալ մենք այս աշխարհի մեջ։ Հիսուսի բնավորությունը սորվեցեք։ Հիսուսի անձը սորվեցեք։ Հիսուսի խոսքը սորվեցեք։ Հիսուսի էությունը նայեցեք։ Եվ աղոթեցեք Սուրբ Հոգի, օգնե ինձ, որ Հիսուսի պես լամ։ Դադաստանի օրը այս պիտի բրգեքես։ Ոչ թե սուպկիր գիտնալով, սուպկիր կարոզելով, եկեղեցի գալով, երբեմն այսպես ադեն, հալելույա ամեն ասելով, ոչ։ Հիսուսի պես լալն է քեզ պիտի բրգե։ Դադաստանի օրը։ Ուրեմն գսե սիրո մեջ վախ չկա։ Նորմալ է։ Եթե դու այսպես սեր ունիս, դու Դադաստանեն չես վախնար։ Քանի որ Սուրբ Հոգին քեզ բրգած է։ Բայց եթե այսպես սեր չունիս, վախցիր, դերևս բրգված չես։ Սիրո մեջ վախ չկա, գադարյալ սերը վախը մեկտի գվանե։ Այս սերը ես պետք ունիմ։ Այս սերը պետք է զարկանայի մեջ։ Այս սերը պետք է խորանայի մեջ։ Այն սերն է որ պիտի վանե իմ դատապարտությունը, իմ Դադաստանի վախը, իմ անձնական մտքերը, երբ որ Աստծո հետ այս տեսակի սիրո մեջ եմ, երբ որ Սուրբ Հոգին ինձ այս տեսակի սիրո ուղղության մեջ կդանի ինձ մարդկանց հետ։ Վախը դանչանքի ենթակա է։ Երբ կվախնաս, ասել է բրգված չես։ Եթե բրգված չես, դու պիտի դանչվիս։ Անշուշտ վախը քեզ դանչանք կբերե։ Քույր եղբայրներ, հայրենագիցներ, իսկապես ապաշխարությունը կյանք կփոխե։ Հանձնվիր Հիսուսի եւ ասի այսպես կյանք ուզեմ, Հիսուս, քո նման ապրիլ։ Դա շատերը պիտի ասեն, մենք Հիսուսի պես չենք կրնարը լալ։ Գիտեք անոնք ով գսեն, անոնք որ այս սուտ վարդապետությանը կհավատան, որ գսվի թե Հիսուս Աստված էր, Հիսուս եկավ Աստված մնաց, Աստուծո պես ապրեցավ, անորմալ մեղք չքործեց։ Ոչ եւ ոչ, Հիսուս նաեւ կատարյալ մարդ եղավ
եւ ինք գրնար մեղ գործեր, քանի որ ինք մարմինի թույլության մեջ էր, բայց ինք որոշեց հավատարիմը լալ, նվիրյալ իր հորը, Սուրբ Հոգիով լեցվեցավ եւ ոչ մի մեղ չգործեց։ Ինչպես որ ինք մենք այդպես այն դեսագի սիրո մեջ վախ չկա, այն դեսագի սիրո մեջ Փադաստան մոդենալու վախը չկա, անոր գվախնա համար 18 սիրո մեջ գադարյալ չէ, անոր գվախնա թե ես մարդը ինչ պիտես է, այն մարդը ինչ պիտես է, անոր գվախնա որ Աստված պիտի տադե իրեն, անոր գվախնա որ պիտի չհաճողի, սերը գադարյալ չէ, երբ որ սիրո մեջ ես, Աստուծո մեջ ես, եւ որ Աստծո մեջ ես, դու պաշտպանված ես, դու սիրո մեջ ես, դու քույր եղբայրներդ չես վախնար, այլ կսիրես, կնվիրվես, կանցնվես, մենք զանիկա սիրեցինք, վասնզի ան առաջ մեզ սիրեց, հալելույա, երբ որ գանթվաթարնամ ինչպես Աստված սիրեց ինձ, եւ իր սերը կատարյալ է, իր սերը իրական է, իր սերը անփախուստ է, անժամանակ ես ալ սիրելու կսկսիմ, ես ալ նվիրվելու կսկսիմ, ես ալ կհասկնամ սիրո կատարելությունը, սիրո ճշմարտությունը, համար 20, եթե մեկը գսե թե ես Աստված կսիրեմ ու իր եղբայրը ադե, սնխոս է այն մարդը, թույլ դվե գսեմ շատ անգամներ կլսեմ այս, եղբայրը ասանգե քույրը ասանգե անանգե բայց ես Աստծո հետ ես միապանված եմ Աստծո հետ ես Աստված իմ հետ Աստված քույր եղբայրներ երբ որ քրոջդ եղբորդ հանդեպ ցերկդ կերգնա լեզուտ կերգնա մադդ կերգնա հետևեն կամ արջևեն իմացիր որ դու Աստծո սերը չունիս դու գրնաս ասել եղբորդ սխալը բայց իրեն ասե դու գրնաս համացայն չլալ քրոջդ գնա եւ իրենս է դու միշտ սիրո մեջ կսե վախ չկա սիրո մեջ կատարելություն է սերը տապանցիկ է պարզ է քանի որ այսպես մեզ այսպես սիրեց եւ նայեցեք քանզի ան որ իր եղբայրը չի սիրեր որ գտեսնե Աստված որ չի տեսներ ինչպես կրնա սիրել գտեսնեք Հովաննեսը Աստուծո սերը, իմ Աստծո սերը եւ իմ հետ, իմ մարդկանց հետ ունեցած սերը նույն աստիճանի վրա գտնե։ Եվ Հիսուս ասավ, ինչ ամենամեծ բադվիրանքը, սիրեք քո Աստվածը քո ամբողջով մտքով զորությամբ եւ սիրեք քո ընկերդ։ Նույն մագարտակը։ Ուրեմն եթե Աստված գսիրես, նույն չափով սիրե եղբայրդ։ Եթե դու չես սիրեր եղբորդ կամ քիչ կսիրես եղբորդ, քիչի որ նույն չափով կսիրես Աստծո։ Շատ բարձ դու քեզ փորձե։ Քիչ առաջ ասինք փորձեցեք սուտ մարգարեները։ Եկեք սուտ մարգարեները փորձել են առաջ, մենք մեզ փորձենք։ Մենք իրական սիրո մեջ ենք արդյոք։ Իրական մենք Հիսուսի հավատքի մեջ ենք։ Իրական միապանված ենք իր հետ։ Իրական Աստված մեր հետ կփնագի, ես իր մեջ կփնագիմ։ Արդյոք իր խոսքին բանվիրանքներուն ես կհնազանդիմ։ Արդյոք սերը իմ մեջ կատարյալ է։ Իմ աղոթքից նյութերը ո՞րն են։ Ես, թե ով դեր, դու։ Փորձե դու քեզ։ Աստված վերջին համարը այս պատվերը դված է, ան որ Աստված գսիրե, իր եղբայրն ալ պետք է սիրե։ Այսօրվա մեր ընթերցումը գրնամ ասել հիմքն է քրիստոնեությանը։ Ուրեմն ես պիտի առաջարկեմ քեզ մենալ գարտաս այսօրվա ընթերցումը։ Գարտացինք 3:19-ին մինչև 4:21։ Մենալ գարտա։ Աղոթքով։ Անգերց Սիրտդ բաց Աստծո առջև։ Եվս է դեր, այս խոսքը նաև իմ համար է։ Այս խոսքը ժեներալ չէ, բոլորին համար չէ, իմ համար է։
Եվ կարծե որ Աստված ուղիղ քեզ այս նամակը խոսքը գղրգե։ Միան քեզի։ Մորցիր գողքիններուն։ Մորցիր այդ մարդկանց։ Քեզ ցավցնողին, քեզ նեղացնողին, մեկ կողմիր։ Եկուր Տիրոջ առջև եւ ասե Տեր աս խոսքերը ինչ արձագանք կգտնե իմ մեջ։ Եվ ասեմ ցեզի ոչ մեկ կարևորություն չունի քո դիդրոսը, քո եկեղեցական պատկանելությունը, քո այս կամ այն ըլլալը, քո թագավորը ըլլալը, քո նախագահը ըլլալը, քո մեծ իմաստուն մարդը ըլլալը, ոչ մեկ կարևորություն չունի։ Թադաստանի օրը մեկ բան կարևորություն ունի։ Դու Հիսուսի պես էիր կամ չէ։ Սերը մարդկանց հանդեպ քո անձը ուրանալով ասոր վրա աշխատիր։ Ժամանակ ունիս, եթե ունիս։ Չեմ գիտեր երբ պիտի մեռնիս կամ երբ Տերը պիտի գա։ Սրա վրա աշխատիր։ Կարևորը գա եւ կարևորին կարևորը գա։ Իմ սիրելի քույր եղբայր։ Օրտնյալը լա մեր Տերը, որ մեզի այսօր գրնամ ասել ամեն անգամ որ մենք սերդեր ենք, միշտ ասել են որ այս խոսքը շատ կարևոր է։ Այո, քանի որ Աստվածաշունչն է։ Հիմա էլ գսեմ այս խոսքը շատ կարևոր է։ Ձեր սերը թող հիմնվի Հիսուս Քրիստոսի պես սիրելու։ Զգայուն, գգրտնեմ, զգայուն սեր չէ։ Զգացողական սեր չէ։ Մարդուն ուրախացնել սեր չէ։ Ճշմարիտ սերը, որ միան Հիսուսի մեջ կրնանք գտնել, քանի որ Աստված սեր է։ Իրեն լապարկ